Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է և այս անգամ անդրադառնանք այն հարցերին, թե ինչ է կատարվում Բալկաններում։ Առհասարակ բալկանյան թեման շատ ուշ է հանդիպում մեր լրահոսում և մեր հասարակության մի մասը անգամ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Բալկաններում կամ ինչպիսի նոր գործընթացներ կարող են լինել այնտեղ։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մեծ վտանգ կա, որ Բալկաններում ևս կարող է մեծ պատերազմ սկսել, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ առաջին հերթին իհարկե հենց Եվրոպական միության և Եվրոպայի համար։ Քանզի Բալկանները կլինեն երկրորդ պատերազմը ուկրաինական պատերազմից հետո։ Բալկանները նաև կարևոր են այն առումով, որ բալկանյան պետությունների տարածքով է դեպի Եվրոպա գնում թուրքական հոսք և հարավային հոսք գազատարերը, և եթե այնտեղ ևս սկսվեց ռազմական գործողություններ կամ եղան անհանգիստ իրավիճակներ, ապա Եվրոպական միությունը զրկվում է նաև այդ գազատարից։ Նշանակում է էներգետիկ ճգնաժամն այնտեղ ավելի է խորանալու։ Թեման փորձենք այս անգամ ևս խոսել Գևորգի հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Թեման կարծում եմ հետաքրքիր թեմա է և արժի հասկանալ, թե ինչ է կատարվում Բալկաններում, ինչպիսի նոր զարգացումներ կարող է լինել այնտեղ։ Ես հիշեցնեմ, որ ընդամենը օրեր առաջ Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարեց, որ Ալբանիան, Կոսովոն և Խորվաթիան ցանկանում են պատերազմ սկսել Սերբիայի դեմ։ Այստեղ երկու հարց։ Առաջինը, սա որպես պատերազմ արդեն ինքը վտանգավոր է լինելու, և երկրորդ, չմոռանանք, որ Խորվաթիան և Ալբանիան ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են, և այստեղ մեծ հավանականություն կա, որ դաշինքը ևս կարող է ներքաշվել այս պատերազմի մեջ, ըստ էության ստիպված լինելով կռվել երկու ճակատով, մի կողմից Ուկրաինայի, մյուս կողմից ոչ իր ցանկությամբ նաև Սերբիայի դեմ։ Ինչ կարող է լինել, ինչ սպասենք այս ամենից և փորձենք մի փոքր այսպես պատմական էքսկուրս անել հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կոնֆլիկտը և առհասարակ ինչ կատարվեց Հարավսլավիայում, նախկին Հարավսլավիայում 1991-95 թվականներին։ Այո, Գրիգոր, ավանդաբար ընտրվել է հետաքրքիր թեմա, և այո, նույն Հարավսլավիայի նախկին, այսինքն Հարավսլավիայի մասին, որը այսօր այլևս գոյություն չունի, շատ քիչ ենք հանդիպում թե լրահոսում և առհասարակ մեր հանրության շրջանում գրեթե չլուսաբանվող թեմա է։ Այո, մի փոքր պատմական ակնարկ կանենք, դե չմոռանանք, որ ոչ շատ վաղ անցյալում և դեռ կար միացյալ Հարավսլավիան, այն ղեկավարում էր Յոսիփ Բրոզ Տիտոն, որը 20-րդ դարի ուժեղ անհատականություններից մեկն է հանդիսանում, ով կարելի է ասել ղեկավարում էր մի մինի կայսրություն Եվրոպայի սրտում։ Այո, հաշվառելով թե քանի մասի տրոհվեց այդ պետությունը, տարբեր կրոններ, ինչպես նաև Եվրոպայում տարբեր կրոններ, ինչը ևս շատ անբնական է, չէ՞, հնչում, չմոռանանք բոսնիացիները իսլամ են տաղանում։ Մենք խոսում, միգուցե արժի ուղղակի նշենք ինչ պետություններ առաջացան Հարավսլավիայում։ Իհարկե նշենք, այսինքն, երբ որ սկսվեց այդ Չէ, որ պետություններն էին մտնում Հարավսլավիայի մեջ, այդպես ազգային միավորները։ Սերբիա, Խորվաթիա, Բոսնիա, Մակեդոնիա, Սլովենիա, Հերցեգովինա, Չեռնոգորիա։ Այսինքն 7 երկիր։ Եվ այսօր նախկին Հարավսլավիան տրոհվել է 7 մասի, և ներքին այսպես լարվածությունը և ներքին կռիվները, որոնք դադարել էին 2008 թվականից հետո, Կոսովոյի միջազգային ճանաչումից հետո, ամեն պահ կարող են սկսվել, բայց այստեղ միայն ես կարծում եմ խնդիրը չի Սերբիա, ուրեմն Կոսովո կամ Սերբիա, ոչ, իհարկե միայն այդ խնդիրը։ Այնտեղ մի հատ էլ շատ հետաքրքիր տարածք կա, պետություն, կոնֆեդերացիա ըստ էության, Բոսնիա և Հերցեգովինա, որը 3 ղեկավար ունի, 3 ժողովուրդների միավորում է այդպես, բոսնիացիներ, հերցեգովինացիներ և սերբեր։ Եվ այնտեղ ևս իրավիճակը լարվում է և հատկապես Սերբական Հանրապետության նախագահ Դոդիկի նկատմամբ վերջին շրջանում անգամ որոշում էր կայացրել կալանավորել և հենց Սերբական Հանրապետության ոստիկանությունը, որը ենթարկում է ըստ էության Բոսնիայի Հերցեգովինայի ոստիկանությունը, հենց սերբերը հրաժարվել էին կատարել
այդ հրաման, այսինքն այստեղ եւս ներքին այսպես անջատողականության բավականին լուրջ էլեմենտներ կան, որոնք հետագայում կարող են վերաճել շատ լուրջ կոնֆլիկտի եւ անգամ Դոդիկից վերջի հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրենք մտադիր չեն երկարաձգել այն պայմանագիրը, որ կնքվել է 3 միավորների միջև։ Այս տրոհումից հետո Հարավսլավիայի փաստորեն այնտեղ կրքերը չեն դադարում։ Նրանք միշտ բորբոքված են կարելի ասել։ Իբրև բացառություն կնշեի իդեպ Սլովենիան, որը հենց 91 թվականից սկսեց շատ բնականon տեմպերով զարգանալ։ Այնտեղ 10 օր տևեց կռիվը, այնտեղ կռիվը կարելի ասել բոլորակում չիմաց, այո, այդ պորտկման մասին բոլորակում գրեթե չիմացան էլ բարեբախտաբար իհարկե։ Եվ նվազագույն կորուստներով դարձավ շատ կոկիկ եւ լավ զարգացող պետություն, որը նաեւ ունի այսօր շատ գրավիչ բուհական համակարգ։ Այո, փոքրիկ Սլովենիա։ Բուհական համակարգին դեռ կանդրադառնանք, ես կարծում եմ մեզ մեկ այլ բան պիտի հետաքրքրի եւ ֆիքսենք, որ տես բոլոր ինչն է այստեղ հետաքրքիր եւ ինչն է այստեղ որն է սրա առանձնահատկությունը բոլոր ժողովուրդները ունեն նույն արմատը այսինքն բոլորը սլավոն են այո բոլորը այնտեղ սլավոն են բայց այստեղ շատ հետաքրքիր է պանսլավոնիզմը չի խոսում բայց խոսում է մահմեդականություն, քրիստոնեություն, այսինքն իրենք բաժանված են կրոնական, որ իդեպ նույն Բոսնիայում մահմեդականները այնպես չէ, որ դոմինանտ են շատ, 50%-ի մասին է գլոբալ խոսքը գնում։ Ես այստեղ ուզում եմ ասեմ, ժողովուրդը տուրք տալով կրոնին հեռացել է իր արմատներից, այսինքն այստեղ եթե կարելի էր այս հարցը լուծել զուտ որպես նույն արմատ ունեցող ժողովուրդներ եւ հարցը շատ արագ փակել, նրանք նախընտրեցին իրենց իդենտիֆիկացնել կաթոլիկ ինչպես խորվատները, ուղղափառ ինչպես սերբերը եւ մահմեդական ինչպես բոսնիացիները, քան ուղղակի սլավոններ, հարավային սլավոններ եւ փորձել են հարցեր կոնֆեսիոնալ բաժանարար գիծ, այսպես ասած, գծվեց։ Հիմա փորձենք հասկանալ, նախ ինչ կատարվեց Կոսովոյում, ինչով է Կոսովոն նման Արցախին, ինչով էր նման Արցախին, ինչու էր Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշ կրտսերը այսպես իլուր աշխարհի հայտարարում, որ Կոսովոյի նախադեպը դա այլ նախադեպ է եւ որևէ կապ չունի այլ չկարգավորված հակամարտությունների եւ կապ չունի այլ նախադեպերի եւ այդ այլը այսպես էլ չիմացանք թե որն է եւ մենք քննարկում էինք քո հետ երեք հենց թեման երբ որ միասին որոշում էինք ինձ քո մոտ այսպես հարց առաջացավ թե ինչպես եղավ հետահայաց նայեցին ինչպես եղավ որ դա բաց հարց մնաց Արևելյան Թիմորին կարելի է օգտվել ազգերի ինքնորոշման սկզբունքից Էրիտրեա, Եթովպիա կարելի է օգտվել Հյուսիսային հարավային Սուդան, այո, Աբխազիա, հարավային Օսիա կարելի է օգտվել ուրեմն Կոսովոյին կարելի է օգտվել բայց հենց հերթը հասավ Արցախին Պարզվեց, որ գիտեք, այստեղ դոմինանտը պիտի լինի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Իդեպ փոքրիշ թեմայից շեղվելով նշենք, որ Կոսովոն չլինելով լիարժեք ճանաչված պետություն, հա, միջազգային իրավունքի լիարժեք։ Այո, մոտ 70 պետություն է զուտ դրան ճանաչել, այսինքն նա չի հանդիսանում լիարժեք միջազգային իրավունքի սուբյեկտ, բայց նույնիսկ FIFA-ի եւ UEFA-ի անդամ է։ Որովհետեւ անգլո-սաքսոնական բլոկը Միացյալ Նահանգների գլխավորում ճանաչել է Կոսովոն։ Իսկ դա նշանակում է, որ բոլորը եթե անգամ չեն ճանաչել, պետք է ստիպված լինեն Կոսովոյի հետ հաշվի նստել իբրև պետության։ Եվ այստեղ մի հատ հետաքրքիր առանձնահատկություն էլ կա Կոսովոյի եւ Արցախի միջեւ։ Կոսովոյի ալբանացիները բնիկներ չեն։ Այսինքն Կոսովոյի դաշտը, ինչպես մեր համար Արարատյան դաշտը, սերբերի համար սրբազան նշանակություն ունի եւ իրենց համար դա շատ թանկ է գտնվելով Սերբիայի սրտում Արցախահայությունը վերջին 5000 տարին ամենայն դեպս հետքերը կան եւ ապացույցները կան որ դա եղել է ի սկզբանե հայկական տարածք այո սկզբնակատե ավտոկտոն ժողովուրդ այո հետեւաբար բնիկներին չի կարելի կամ ավելի շուտ եկվորներին կարելի է այն ինչ չի կարելի բնիկներին այո Կոսովոյի եւ Արցախի հետ կապված եւ հիմա ստացվում է որ նաեւ նշենք որ Կոսովոյում ապրում են ալբանացիներ Կոսովոյում ապրում են ալբանացիներ այո էթնիկ ալբանացիներ ես հիշում եմ ժամանակին որոշ փորձագետներ, որոշ լրատվամիջոցներ
երբ խոսում էին Արցախի մասին, նշում էին, թե ինչու պիտի երկու հայկական պետություն լինի, մեկով բավարարվենք եւ այլն, աչք չունենանք հարևանների տարածքների վրա, ինչեր հիմա էլ են այդ մասին խոսում, աչք չունենանք հարևանի տարածքների վրա, բայց եթե պիտի աշխարհը հանդուրժի, որ առնվազն երկու ալբանական պետություն արդեն կա, երրորդը նախանշվում է, այո, երրորդը նախանշվում է Մակեդոնիայում, Իմիջիայլոց Մակեդոնիայում արդեն մոտ 30% կազմում են ալբանացիներ բնակչության։ Այո, այնպես չէ, որ դա էլ ուղղափառ պետություն էլ լիարժեք այսօր։ Այո, դու միշտ սիրում ես այսպես ֆուտբոլի հետ համեմատել, Մակեդոնիայի հավաքականը տես, մոտավորապես 4-5 ֆուտբոլիստ ունեն ալբանական ծագում։ Այո, արդեն էթնիկ ալբանացիներ ունեն ալբանական ծագում։ Հիմա աշխարհը աչք է փակում սրա վրա, քանի որ սա պետք է իրեն, բայց չգիտես ինչու մեր հարցի ժամանակ աշխարհը որոշեց այսպես սրբորեն սրբոց պահպանել տարածքային ամբողջականության սկզբունքը։ Բայց վերադառնանք մեր օրեր, հա? Երբ որ մենք ասում ենք, որ չի կարելի կոնֆլիկտի մասնակիցներից մեկին տալ ամեն ինչ, մեկին թողել ձեռնունայն, մենք նաև սրա մասին էինք խոսում։ Կոսովոյում ամեն ինչ տրվեց ալբանացիներին, սերբերը ոչինչ չստացան ըստ էության։ Դե այստեղ ցիտենք նաև, այսքան հիշենք մի շատ հետաքրքիր ցիտատ, պատմական, որ ասվում է ընկերներին ամեն ինչ, թշնամիներին օրենք։ Այո, ամբողջ աշխարհը գրեթե գիտի, թե դա գեներալ Ֆրանկոն է, Իսպանիայի հայտնի գեներալ Ֆրանկոն է ասել, բայց ոչ, դա Մեքսիկայի նախագահներից մեկին է պատկանում այդ ֆրազան 19-րդ դարի։ Բայց շատ հիմա աշխատում է այդ ֆրազան։ Շատ ակտուալ է։ Այո, ընկերներին ամեն ինչ, թշնամիներին օրենք։ Եվ հիմա տես, շատ զարմանալիորեն Կոսովոն բաժանվեց ալբանացիների եւ սերբերի միջեւ, բայց սերբերը ստիպված են ապրել Կոսովոյի տարածքում, այսինքն Կոսովո պետության տարածքում, Կոսովոյի ոստիկանությունը բաղկացած է սերբերից եւ ալբանացիներից, որտեղ համամասնությունը ամեն դեպքում հոգուտ ալբանացիների է։ Միևնույն է։ Պայմանական ասած 51%-ը ալբանացիներ։ Այո, շատ զարմանալիորեն Կոսովոյի սերբերի գրեթե բոլոր սրբություններն ու սրբավայրերը գտնվում են ալբանացիների հսկողության տակ գտնվող տարածքներում։ Այսինքն հիմա ինձ համար այստեղ եւս այսպես երիտության զգացմունք է սկսում առաջանալ։ Եթե մենք առաջնորդվում ենք հողի պատկանելիության հետ կապված, մենք առաջնորդվում ենք նաև հուշարձաններով եւ նաև եկեղեցիներով։ Այսինքն երբ 9-10-11-րդ դարերում սերբական եկեղեցիները կառուցվել են Կոսովոյում, այդ ժամանակ ալբանացիներ որպես այդպիսին այնտեղ չեն եղել։ Այնտեղ չեն եղել։ Ալբանացիներ էլ որպես այդպիսին, այո, նրանք այդ իլիրիացիների հետնորդներն են, կրկին բալկանյան հին ժողովուրդներ։ Այո, նրանք բնիկ բալկանյան ժողովուրդներ։ Այդ ամեն ինչը ասեցինք, բայց նրանք Կոսովոյի հետ կապ չունեն։ Տվյալ կենսա տարածքում չեն եղել։ Կոսովոյի հետ կապ չունեն, նրանք Բալկաններում եղել են։ Այո, Բալկաններում եղել են, նորից եմ ասում։ Բայց ոչ Կոսովոյում։ Ավելի հին են անգամ, քան հույները։ Եվ իլիրիացիների հետնորդներն, այսինքն եթե չասենք անգամ ավելի հին են, համենայն դեպս աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն են։ Եվ հույները չեն կարող ասել մենք ենք ամենահին, ամենայն դեպս չեն զիջում հույներին իրենց հին լինելով, հա։ Բայց իրենք չեն եղել Կոսովոյում։ Մենք այստեղ խնդիրը մենք ալբանացիների դեմ չենք խոսում։ Մենք խոսում ենք այն հանգամանքից եւ այն իրավիճակից, որ այսօր ստեղծվել է ուրեմն գեոպոլիտիկ իրավիճակից եւ Կոսովոյում, այո, որը կարող է պատճառ դառնալ նոր պատերազմի։ Իսկ մենք ասիկան ամբողջ բոլորակը տեսավ, թե ինչ տեղի ունեցավ 90-ականներին։ Լայնածավալ պատերազմ։ Այո, 91-95 թվականներին այնտեղ ուղղակի կոտորած էր։ Այո, կոտորած էր։ Եվ ինչն էր հետաքրքիր, բոլորը բոլորի դեմ։ Սերբերը խորվատների, բոսնիացիները սերբերի, սերբերը միաժամանակ հերցեգովինացիների, խորվատների եւ բոսնիացիների։ Այսինքն դրա համար էլ ես առանձնացրեցի Սլովենիան։ Սլովենիան այդ հարցում չխառնվեց։ Նախ փոքր էր ըստ էության, երկրորդը Սլովենիան ըստ էության տարածքի երեք կողմից լինելով եվրոպական սահմաններում, դա է շատ կարևոր։ Այո, արտաքին սահմանում էր նա գտնվում։ Այո, Սլովենիան իր մենթալիտետով, աշխարհայացքով եւ այլն, շատ ավելի մոտ է նույն Իտալիային եւ Ավստրիային, լինելով դեպի այն կողմ աշխարհագրորեն, այսինքն աշխարհագրորեն լինելով ծայրամասում, նա իր վրա ինքը չճաշակեց այն բոլոր դառնությունները, որի միջով անցավ Հարավսլավիայի ժողովրդի մյուս հատվածը, քանզի նրանք մյուսները իրար հետ էր սահմանները, այսինքն մինչև 80-ականների վերջը լինելով
աշխարհի բավականին բարեկեցիկ երկրներից մեկը։ Դա Հարավստանը, ևս շատ ցավալի է։ այո, եւ Եվրոպայի եւ առասարակ աշխարհի բարեկեցիկ եւ իր հնայով ինքը շատ առաջ էր, քան եվրոպական։ Եվ սոցիալիստական ճամբարի մեջ էլ միշտ եղել է առաջ լիդեր պետություն։ Իմիջիայլոց Բրոստիտո եւ Ստալինի այս մրցակցությունը նաեւ այս բանով կա, որ սոցիալիստական աշխարհում Բրոստիտոն հանգիստ կարող էր փոխարինել Ստալինին եւ նաեւ տարաձայնությունները այստեղ էին։ Գիտես, նա մի հատ չմիավորման շարժման մեջ մտավ, այսինքն սոցիալիզմը Ինչպես նաև նույն Հարավսլավյան արեց բավականին հետաքրքիր ռեֆորմներ կապված մասնավոր սեփականության անձի անձնական ազատությունների հետ եւ այլ ազատ տեղաշարժի ռեֆորմներ, որոնք միգուցե ՀՍՀՄ-ներ այլ ուղեցրով Ես հիշում եմ, որ մեր մեծերը պատմեն, որ Հարավսլավյան նաև արտասահման էր դիտարկում։ Այո, ես հենց դա է Հարավսլավյան արտասահման էր դիտարկում։ Տոմսդ գնիր եւ գնա որտեղ լինելով Եվրոպայում եւ համարվում այսպես ընդունվում էր իբրև եվրոպական պետություն։ Հիմա եթե մենք քարտեզով նայում ենք եւ Վուչիչի ասածը մի պահ փորձենք քարտեզի վրա տեղակայել, ստացվում է, որ կա Սերբիա, նրա ներքևում գտնվում է Ալբանիան, որ ունի ընդհանուր սահման, Կոսովոն, բայց Խորվատիան գտնվում է Բոսնիա-Հերցեգովինայից այն կողմ, այսինքն իրար հետ սահման նրանք չունեն, հետեւաբար որպեսզի Խորվատիան մտնի պատերազմի մեջ, ինչպես Վուչիչն է պնդում, եւ առնվազն ցամաքային գործողության մասնակցի, նշանակում է պիտի անցնի Բոսնիայով եւ Հերցեգովինայով։ Սա նշանակում է, որ եթե ամեն դեպքում այդ չարիք այդ պլանը որոշվեց իրականացնել, նշանակում է առաջինը պիտի պայթեցվի Բոսնիան եւ Հերցեգովինան։ Այնտեղ սկսվի խառնաշփոթ, որպեսզի այդ դրա ֆոնին եւ սերբերը միջամտեն իրենց ազգակիցների այս պահը առայսօր իբրև կարծրատիպ միջին վիճակագրական մարդու մոտ հենց այդպես էլ բնացել է բոսնիական պատերազմը։ Հարավսլավական Հարավսլավիայի պատերազմը 91-95 թվականին մարդիկ բանկամից Բոսնիան են պատկերացնում։ Բոսնիան են պատկերացնում, քանզի ամենից թեժ կռիվները հենց եղել են Բոսնիայում։ Ինչպես ու նշեցիր, կոտորած էր, այո, 4 տարի այդպես կոտորած էր։ Հիմնական, որ հետո Հաագայի դատարանում դատվեցին, դրանք մեծ մասամբ բոսնիական սերբերն էին եւ գեներալներն էին, որոնք չգիտես ինչու Կոսովոյի գեներալները չդատվեցին, բայց սերբերը դատվեցին։ Կարաջիչ եւ այլն հիշում ենք։ Այստեղ էլ կար այսպես ճաշակի, հա, ճաշակի արծ։ Հիմա հասկանանք իսկ մեծ հավանականություն առասարակ որ կլինի պատերազմ թե ոչ, ինչ ես կարծում։ Ոչինչ կարող է շատ բան հայտարարել, բայց իհարկե մենք այս պահին մենք գործ ունենք զուտ մեկ հայտարարության հետ։ Իհարկե երկրի նախագահի բնականաբար առաջի դեմքի շուրթերից է դա հնչել, բայց միայն այդ մեկ հայտարարությունն է։ Ինչպես մենք վերջի մեր մի քանի հաղորդումների ժամանակ նշում ենք, այսօր ցանկացած վերլուծություն դարձել է շատ բարդ, որովհետև շատ արագ է փոխվում իրավիճակը մոլորակում, շատ արագ։ Նախ ինչ որ մի բան որպեսզի լինի, մենք պետք է տանք ամերիկացիներին բնորոշ հարց։ Ում է դա պետք։ Այո, դա է։ Ում է դա պետք։ Ում է դա պետք։ Փորձենք հասկանալ ում է դա պետք։ 2026-27 թվականներից Եվրոպական միությունը որոշել է Ռուսաստանից գազ այլևս չգնել, այո։ Մնացել է հարավային հոսքը եւ թուրքական հոսքը, որով եւ Թուրքիան է գազ վաճառում հարավային Եվրոպային, Բալկաններ, Իտալիա եւ այլն։ Եվ ռուսական հարավային հոսքն է տեղով բարձրանում դեպի վերև։ Այսինքն հաշվի առնելով նաեւ որ Քաթարը մոտավորապես 2 ամիս նվազագույնը դուրս է գալիս խաղից եւ նա գազի շուկայում 2 ամիս նվազագույնը չի լինելու համաշխարհային գազի շուկայի մասին է խոսքը։ Միակ միջոցը ամբողջությամբ գցել կախվածության մեջ բովանդակ Եվրոպային ամերիկյան հեղուկ գազից, դա կտրել բոլոր այն երակները, որոնցով Եվրոպան տեսականորեն կարող է շարունակել գազ ստանալ։ Հիմա տես անգամ նավթամուղերի հետ կապված բարեկամություն նավթամուղը, որով Հունգարիա նավթ է գնում, Ուկրաինայի տարածքում ըստեյության փակվել է կամ պայթեցվել, հայտնի էլ չի այնտեղի չկատարվում։ Եվ Հունգարիայի նախագահն էլ ասում է մեր ուղարկած փորձագետներին ուկրաինացիները չեն թողում մոտենան այդ նավթատարին, հասկանան այնտեղին չի կատարվում։ Նշանակում է ինչ որ մեկին առաջինը պետք է, որպեսզի Ռուսաստանի ուշադրությունը նաև շեղի դեպի Բալկաններ, իբրև Սլավոն 100 տարի առաջ 1853-56 թվականին Ղրիմի պատերազմի ժամանակ էլ իբրև հարավային սլավոնների պաշտպան, ուղղափառների պաշտպան Ռուսաստանը մտավ այդ պատերազմի մեջ։ Չորանք նույն 1877-78 թվականների ռուսական Սան Ստեֆանոյով, այո, նրանք ստացան անկախություն, սերբական, բուլղարական, չեռնոգորական, այսինքն ողջ Բալկանները գրեթե ստացավ անկախություն։ Եվ հիմա պետք է ըստ էության ուշադրություն շեղել եւ փորձել
երկու ճակատ ստեղծել եւ Ուկրաինա եւ Բալկաններ։ Մի ճակատը կա Ուկրաինան, հիմի մեղմ ասած թեժ կետը կա այժմ այն ինչը կատարվում է արդեն մոտ 1 ամիս Իրանի շուրջ։ Այո, եւ հայտնի չի երբեք դա ավարտվել։ Իհարկե այդ չի, հիմա կրկին մեկ պայթյուն, հայերթական պայթյունը լինի Բալկաններում։ Սա նշանակելու է, որ երրորդ համաշխարհային պատերազմը օրինական մտել է իր իրավունքների մեջ, քանզի այլ տարբերակ չկա։ Հիմա արդեն որ մենք նայում ենք, Պարզապես դա այդպես չի անվանվում։ Հիմա տես, որ մենք նայում ենք, երկրորդ համաշխարհային պատերազմում ավելի քիչ երկիր էր ներգրաված, քան հիմա Իրանի եւ Ուկրաինայի պատերազմներում։ Եթե Ուկրաինայի պատերազմը վերցնում ենք 28 եվրոպական երկիր, երկուսը հանենք Սլովակիա, 3-ը լավ, Սլովակիա, Հունգարիա, Չեխիա հանենք, մյուսները այսպես թե այնպես մասնակցում են։ Այո, այսպես 25 երկիր այդտեղ է մասնակցում։ Մոտ 15 երկիր մասնակցում է Իրանի դեմ այս ռազմական կոալիցիային, այո։ գործի անդամ երկրներն են, ուրեմն Իրանի հարևան պետություններն են, Հարավային Կովկասից, այսպես Ադրբեջանն է անուղղակիորեն, մասնակից, մենք կարող է Աստված մի արասցե ոչ մեր կամքով մտնենք այդ ամեն ինչի մեջ։ Այսինքն այս բային ավելի շատ երկիր, մոտ 40 երկիր մասնակցում է այն պատերազմներին, որոնք աշխարհում ընթանում է այս բային, երկու ճակատով։ Այսպես թե այնպես մասնակցում են։ Այո, բայց եթե մի պահ պատկերացնենք, որ միաժամանակ եւ Բալկաններ եւ Չինաստան, Թայվան, ստացվում է, որ աշխարհը գրեթե ամբողջ քարտեզով, այո, ողջ քարտեզով պատերազմի մեջ է մտնում։ Այսինքն կրկին անգամ ամբողջ արևելյան կիսագունդը ու ամբողջ ասենք բաց գալի մասը, որոշիչ մասը ներգրաված է լինում պատերազմի մեջ։ Այսինքն արևածյան կիսագունդ է կրկին մնում ամենախաղաղը։ Բալկաններում մի բան էլ կա, որի վրա կարծում եմ պետք է ուշադրություն դարձնենք։ Ուրեմն K4-ը, Կոսովո-4-ը, ՆԱՏՕ-ի զորքերը դեռ գտնվում են այնտեղ։ Այնտեղ կա ՆԱՏՕ-ի, Կոսովոյում է գտնվում ամերիկյան ամենամեծ բազաներից մեկը, որը կարող է օգտագործվել բնականաբար եւ ես վստահ եմ, որ օգտագործվելու է, եթե այնտեղ պատերազմը սկսվեց։ Այսինքն այստեղ եւս Միացյալ Նահանգները ուղղակի թե անուղղակի ներգրավվելու է այս պատերազմի մեջ, որը դա է ինձ մի փոքր հույս տալիս, որ կարող է եւ Միացյալ Նահանգները թույլ չտալ, որպեսզի այդտեղ այս պահին լինի պատերազմ, որպեսզի մի քանի ճակատով նա ստիպված չլինի կռվել։ Թույլ շանս, այո, թույլ, բայց փոքր շանս, բայց շատ տրամաբանական շանս։ Բայց այն որ Վուչիչը տեսականորեն շատ տրամաբանական։ Այո, բայց այն որ Վուչիչը երբեք պատահական հայտարարություններ չի անում, այն որ մի քանի անգամ Վուչիչի իշխանությունը կարողացավ խուսափել գունավոր հեղափոխությունից վերջին մի քանի տարիների, անգամ հիշում ես վերջինը, որովհետև սերբական հասարակությունն էլ բավականին ռեալ բաժանված է երկու մասի, այսպես ասած Խորվաթիան, պրոեվրոպականը, Եվրոպամետը եւ Վուչիչի կողմնակիցները այս կուրսի քաղաքական։ Շատ հետաքրքիր բան էլ կա, հանգամանք էլ կա սերբական հասարակության մեջ։ Սերբական հասարակության մեջ աստիճանաբար հատկապես երիտասարդությանն է դա վերաբերում, դու ճիշտ նշեցիր, այդ եվրոպական արժեքներ դեպի Եվրոպա, այնտեղ հսկայական ազդեցություն ունի այս պահին Խորվաթիան, նույն լեզուն, նույն մշակույթ, այսինքն շատ հեշտ է այնտեղ իրադարձություն։ Ինչպես նաև սերբական երիտասարդությունը ձգտում է գնալ Խորվաթիա։ Բացի այդ, սերբական երիտասարդությունը աստիճանաբար սկսում է չհետաքրքրվել պատմությամբ, այսինքն այն պատմական հիշողությունը, որ կա Բալկանյան պատերազմներ, որ ինչպես նաև դա համաշխարհային այս գլոբալիզացիայի, Հայաստանում էլ է ըստ տրենդներից է, այսպես ասած, որ արմատները գլոբալ աշխարհով մեկ են մարդիկ։ Արմատներից քանի որ հեռանում են, դառնում են ավելի կոսմոպոլիտ, այսինքն տիեզերական անձ, այս բանը իր համար մեկ է։ Մոլորակի քաղաքացի։ Այո, մոլորակի քաղաքացի իր համար միևնույնն է։ Միևնույնն է։ Կոսովոն կլինի Սերբիայի կազմում, չլինի Սերբիա, իր համար։ Ինչպես նաև այս թվային դարաշրջանում, ընդհանրապես երիտասարդությանը նոր այս, չգիտեմ, հիմա ինչ են ասում Z սերունդն է, X-ն է, Y-ը, չգիտեմ։ Z-ն է, ինչքան գիտեմ Z սերունդն է, այո։ X-ը ոնց որ մենք ենք, ես ինչքան գիտեմ, X-ը մենք ենք։ Այո, իրաց միևնույնն է։ Ինչևէ, բայց մի բան ֆիքսենք, Բալկանները ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ որ պայթեն։ Եթե Բալկանները պայթեցին, սա այս ամեն ինչի ազդեցությունը իր վրա զգալու է ողջ մարդկությունը։ Մեկ դար հետ գնանք, չմոռանանք առաջին համաշխարհային ինչից սկսվեց։ Սարայևոյում, երբ ուղղակի այո Սարայևոյում ոչինչ չկասկածող թագաժառանգին որոշեցին սպանել եւ ըստ էության սկսվեց Ֆրանց Ֆերդինանդին եւ սկսվեց առաջի համաշխարհային պատերազմը։ Ինչևէ, սերբ ժողովուրդը մեր համար օտար ժողովուրդ չի։ Ցավոք սրտի սերբական կառավարությունը վերջին տարիներին, չգիտեմ ինչ պատճառներով, դա եւ նաեւ մեր մեղավորությունն է, ես կարծում եմ, մեր դիվանագիտությունը չկարողացավ Սերբիայում ընդհանուր
պատմական հիշողություն օգտագործել Սերբիային պրոհայկական պետություն, այսպես ավելի դարձնելու, եւ այդտեղ ադրբեջանցիները բավականին լուրջ ազդեցություն ունեն եւ մինչեւ վերջերս էլ Սերբիան հանդիսանում էր Ադրբեջանի զենք վաճառող պետություններից մեկը։ Բայց նաեւ մենք չմոռանանք 88 թվականի երկրաշարժի ժամանակ Սերբ օդաչուները զոհվեցին ուրեմն Պայթյունից Էջմիածնի վրա այդ երկնքում եւ մինչ օրս էլ Էջմիածին հոկտեմբերյան ճանապարհին կա այդ հուշարձանը։ Եվ սիրելի հայրենակիցներ, եթե անցնելու կլինեք, ուշադիր եղեք, ինքնաթիռի բեկորներից հավաքված հուշարձան է 7 հարավսլավացի օդաչուներից, չասեմ սերբ, խորվատ, բոսնիացի, հարավսլավացի 7 օդաչուների, որոնք մարդասիրական օգնություն էին բերում Հայաստան եւ զվարթոց օդանավակայան վայրեջ կատարելու այդ ճանապարհին մի քանի րոպե մնացել ինքնաթիռը նստել պայթեց օդում։ Այո, չմոռանանք եւ շնորհակալ լինենք նաեւ Սերբ ժողովրդին, շնորհակալ լինենք Սերբ ժողովրդին, իհարկե, որ նրա հայդուկային պայքար Օսմանյան կայսրության դեմ հանդիսացել է մեր համար նախատիպ եւ մեր ֆիդայիները իրենց անվանել են հայդուկ, հենց բալկանյան ժողովուրդների պատվին եւ այնտեղ այդ հայդուկ բառը իմիջիալից հիմա էլ հայդուկ անունը իրենց բոլորի մեջ էլ դա շատ լայնորեն օգտագործվում է մեջ կա Խորվաթիայում ամենտեղ էլ շատ այնպես որ բալկանյան ժողովուրդները մեզ համար նույն ալբանացիներին էլ մենք բնականաբար դիտարկում ենք որպես մեր բոլորակի քաղաքակրթության մաս։ Այո, ուղղակի այնտեղ թուրքական ազդեցությունը ցավոք սրտի շատ է, նաև մահմեդական կրոնն է դերը կատարում։ Վերջին տարիներին, մասնավորապես այս 21-րդ դարում մի հետաքրքիր տենդենց է նկատվում Ալբանիայում դեպի քրիստոնեություն։ Այո, դեպի քրիստոնեություն։ Իմիջիայից Աջարիայում էլ այդ բանը կա տենդենց։ Նույն Աջարիայում։ Այսինքն սա վկայում է իսկ լիդերը այս պայն բոլորակում, որը գնում է դեպի քրիստոնեություն, Կորեան է։ Այո, Կորեայում դա տրենդի է նմանվում, մոտ 40% կաթոլիկություն ընդունելը։ Միգուցե այնտեղ կա ամերիկյան ազդեցություն, բազակա, այնտեղ կա աշխարհակաղակական որոշակի ազդեցություն։ Միգուցե ցանկանում են իդենտիֆիկացնել իրենց եվրոպական մշակույթի հետ, Հյուսիսային Կորեայից չնմանվեն Հյուսիսային Կորեային, այդպես, բայց սա կարծում եմ զուտ Կորեայի ժողովրդի համար այդքան էլ զուտ իրենց այսպես իդենտիֆիկացիայի հետ կապված եւ ազգային ինքնության պահպանման հետ կապված դա այդքան էլ լավ տեղ չի տանելու ըստ էության։ Ինչևէ շնորհակալություն միասին թեման քննարկելու համար։ Ես հիշեցնեմ հարգելի հայրենակիցներ, մեր քննարկման այսօրվա թեման էր Բալկանյան ժողովուրդների մեջ տերող իրավիճակը Բալկաններում, հնարավոր պատերազմը, որ կարող է լինել Սերբիայի, Կոսովոյի, Ալբանիայի եւ ուրեմն Խորվաթիայի միջև, այդ պատերազմը մեր համար եւս կարևոր է այն առումով, որ երկրագնդի վրա լինելու է եւս մեկ թեժ գոտի եւ մեր տարածաշրջանում որոշ խաղացողներ կարող են օգտվել այդ հանգամանքից, որ գերտերությունների ուշադրությունը նաեւ կենտրոնացված է լինելու Բալկաններում, փորձելով այստեղ տխտոր ջրում, ինչպես ասում են, ձուկ որսալ։ Այս թեման էինք այսօր պատրաստել Գևորգի հետ միասին։ Ես հիշեցնեմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն բոլոր նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի անխափան աշխատանքն ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։